Բացի այս մանիպուլյատիվ թեզերից մենք տեսել ենք հստակ ճնշումներ, ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձում են իրենց արդարացի բողոքը բարձրացնել եւ բոյկոտել տրանսպորտի անհիմն թանկացումը, միևնույն ժամանակ մենք տեսել ենք ճնշումներ վարորդների նկատմամբ, հայտնի ձայնագրությունը, որը որ Երևան ավտոբուսի ՓԲ-ի, աշխատողներից որևէ մեկի կողմից, այսպես ասած, ակնհայտ երևում է, թե ինչպես են ճնշում վարորդներին եւ ստիպում նրանց անել այնպիսի բաներ, որոնք բացարձակապես վարորդի պարտականությունը չեն, ստիպել վարորդին ճնշել քաղաքացիներին, որ վճարեն կամ կանգնել եւ չքշեն եւ այլն այնպիսի բաներ, որ ընդհանրապես վարորդների խնդիրը չպետք է լինի եւ միևնույն ժամանակ այդ ամեն ինչը ուղեկցվում էր հայհոյանքներով ու ատելության խոսքով քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ իրանց արդարացի բողոքն են բարձրացնում, մենք տեսնում ենք, որ այս վարքագիծը ոչ միայն որևէ իրավական գնահատական հարժանացավ իրավապահ մարմինների կողմից, այլև որևէ նաև բարոյական ու քաղաքական գնահատական մենք չտասանք